Այսօր մեզ միացել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, բարոյս։ Բարոյս։ Ընտրություններն ավարտվեցին։ Ենթադրվում էր, որ հայ-ռուսական լարվածությունում ընտրությունների ավարտը պարզություն կմտցնի, բայց կարծես հակառակն է տեղի ունենում։ Դեռ շուտ է իհարկե ասել, որ process-ը ընդհանրապես ավարտվել է եւ դեռ կքննարկվեն նաեւ այն պայմանավորվածությունները, որոնք թերևս եղել են ընտրություններից առաջ։ Իսկ որ դրանք եղել են հաստատապես սկսած ապրիլի 1-ի քննարկումներից մինչև հունիսի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, այսինքն ապրիլի 1-ին հանդիպումով Փաշինյան-Պուտին եւ հեռախոսազրույցը հունիսի 1-ին, կարծում եմ հետո արդեն այս process-ի ավարտով, երբ հունիսի 14-ին կհրապարակվի ամբողջական արդյունքը, տեղի կունենան քննարկումներ արդեն այդ պայմանավորվածությունների շրջանակում։ Մոսկովյան դադարը կամ պաուզան դրանով է բացատրվում։ Կարծում եմ այո, որտեղ այն ամենը, ինչ տեղի էր ունենում նախընտրական շրջանում, ես առիթ ունեցել եմ ասելու, դա Ռուսաստանի շահերի գնի բարձրացումն էր, եւ իհարկե այդ ամենի շուրջ կխոսեն արդեն հետընտրական տրամաբանությամբ։ Երբեմն հանդիպում եմ բացատրության տեղի ունեցածի, թե Մոսկվան պարտվել է այս ընտրություններում։ Կիրառելի է այդպիսի գնահատակ։ Եթե դիտարկենք ընտրությունները եւ քաղաքականությունը զուտ առերևույթ, այդպիսի տպավորություն է ստեղծվում, բայց խորքային առումով կարծում եմ իրավիճակը, եթե չասեմ ամբողջապես հակառակն է, ապա զգալիորեն այդպես չէ։ Եվ այս տեսանկյունից, եթե պարտվող կողմի մասին խոսենք որպես պետություն, ապա այս ընտրությամբ պարտվել է դեռևս միայն Հայաստանը։ Ինչ նկատի ունես։ Նկատի ունեմ այն, որ Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ էր փոխել այն քաղաքականությունը, որ կար, եւ փոխել հանրային քվեով, դա Հայաստանի համար կլիներ սուբյեկտության լրացուցիչ լիցք, կփոխեր քաղաքական տրամաբանությունը, այսինքն անձնատուր լինելու այն քաղաքականությունը, որի մեջ մտել է Հայաստանը արդեն մի քանի տարի եւ որը գործնականում բավարարում է բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներին, եւ սա փոխելու հնարավորություն էր հունիսի 7-ի ընտրությունը, ինչը տեղի չունեցավ։ Ինչու տեղի չունեցավ, դա պետք է որոշեր ընտրողը Հայաստանի, ընտրողը չի որոշել։ Դե ամենևս մենք տեսնում ենք, որ ընտրողի որոշումը արտացոլման իմաստով ընտրական պատկերում առնվազն տալիս է կասկածի տեղիք, որովհետև հիմա նայում ենք վերահաշվարկի դրվագներ, երբ ոչ թե մի քանի այսպես ձայնի տարբերություններ կան իրական քվեարկության եւ արձանագրված պատկերի միջեւ, այլ տասնյակ, հարյուրավոր բոլոր տեղամասերում։ Եվ դեռ պարզ չէ թե ընդհանրապես այդ կարծեմ 2000-ի կարգի տեղամաս է, պարզ չէ թե եթե օրինակ ամբողջ այդ ծավալը վերահաշվարկների ինչ պատկեր կստանանք։ Ինձ մի բան է անհասկանալի մնում, ընտրատեղամասերում հանձնաժողովների կեսը ընդդիմության ներկայացուցիչներն են։ Ընտրական օրվա ընթացքում որևէ հազանգ չի հնչել որևէ խախտման մասին։ Ընտրությունները ավարտվել են, հաշվարկնել է անկոնֆլիկտ իրականացվել։ Ոչ ոք դեմ չի եղել, երբ ցույց են տալիս ընտրաթերթիկը եւ տեղադրում ըստ քվեարկության։ Հիմա ձեր նշած որտեղ տեղի ունեցավ։ Դա ոչ թե իմ նշածն է, այլ վերահաշվարկի մի քանի տեղամասերի տվյալները, որ ներկայացվել են։ Դա տեղի է ունեցել տեղամասից կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ ճանապարհին։ Դա կաբելներով անցած ճանապարհ է, թե ինչով անցած ճանապարհ է, տեխնիկապես չեմ տիրապետել։ Ես դա էլ եմ մտածել, բայց այդ ճանապարհին։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, ով այդ հաշվարկին մասնակցել է, ինքն էլ իր թիվն է ուղարկում, ճիշտ է։ Ես չեմ տիրապետում մեխանիզմին, բայց փաստ է, որ արձանագրվեց եւ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ընդունել, որ դա տեխնիկական վրիպումներ են։ Բայց փաստն այն է, որ տեխնիկական վրիպումների հետևանքով, օրինակ, ես անուններ չտամ կուսակցությունների, X կուսակցությունը ստացել է X տեղամասում 130 ձայն, այդ 130 ձայնը գրվել է լրիվ ուրիշ կուսակցության դիմաց եւ հաշվվել է լրիվ ուրիշ կուսակցության դիմաց։ Սա փաստ է։
Նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ընդունել, որ տեղի է ունեցել վրիպում։ Հիմա ինչ ծավալի են այդ վրիպումները։ Սա արդեն իհարկե կուսակցությունները իրենց մեխանիզմներով, ինստիտուտներով, վերահաշվարկի հնարավորությամբ եւ այլն պետք է հետապնդեն։ Ես չեմ տիրապետում տեխնիկական process-ը, ինչպես է տեղի ունենում հաշվարկ, հետո փոխանցում ԿՀ եւ այլն, բայց բոլորիս աչքի առաջ ներկայացվել է փաստը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է, որ եղել է տեխնիկական վրիպում, բայց այդ վրիպումը եղել է փաստորեն առնվազն տարակուսելի։ X կուսակցության դիմաց եղած քվեարկված ձայները գրվել են Y կուսակցություն։ Դե այդ վերահաշվարկի արդյունքում վերջին տվյալները, որին ես ծանոթ եմ, քաղաքացիական պայմանագրի ձայներն են, չգիտեմ ինչքան ավելացել, էլի կուսակցությունների ձայները ավելացել են, բայց այն ինչ նշվում է հիմա ավելացվածների մեջ, դրա ազդեցությունը կարող է լինել մինիմալ։ Ես չեմ կարող գնահատել ազդեցությունը։ Ես արձանագրեցի Ես հիմա գալիս եմ Մոսկվայի վարքագծին, որովհետև Մոսկվան սպասում է։ Ինչի է սպասում, չգիտենք։ Ես ենթադրում եմ, որ ընդդիմությունն էլ վիճարկում է կամ քննարկում է մանդատները վերցնել չվերցնելու հարցը։ Դա էլ է Մոսկվան որոշելու։ Ես կարծում եմ Մոսկվայի վարքագծի տեսանկյունից եթե խոսում ենք, այդ արձագանքները Մոսկվայից դա մի քիչ այսպես բան չհնչի, դա ժանրի կանոնն է այն վարքագծի շրջանակում, որով Մոսկվան մտավ այս process-ի մեջ։ Մոսկվան այս process-ի մեջ մտավ Հայաստանի իշխանությանը հակառակ էֆեկտով աջակցելու տրամաբանությամբ, այսինքն բնական է աջակցելու ոչ պարզապես մարդասիրական օգնության տրամաբանությամբ, այլ քաղաքական գնի դիմաց։ Բայց աջակցելու, որովհետև մենք տեսնում ենք, եթե անգամ առաջնորդվում ենք այդ ելակետով, որ 700 քանի հազար ձայն է ստացել Նիկոլ Փաշինյանը, փաստորեն ավելին, քան նախորդ ընտրությանը, երբ թվում է մթնոլորտից դատելով, սոցհարցումներից դատելով, պետք է լիներ լրիվ հակառակը։ Վարկանիշի նվազում պետք է ունենար Փաշինյանը, բայց ստացել է ավելի շատ ձայն, քան 2021-ին, եթե առաջնորդվում ենք միայն թվերով։ Օգնությունն է բերել է։ Սա նշանակում է, որ նրան հաջողվել է մոբիլիզացնել լրացուցիչ էլեկտորատ, այսինքն մարդիկ, որոնք 21-ին չեն գնացել ընտրության, գնացել են հիմա։ Հետևաբար հարց է առաջանում ինչի շնորհիվ, ինչի հաշվին։ Ես ինքս այս մասին խոսել եմ նախընտրական շրջանում, որ Մոսկվայի այս քայլերը Փաշինյանին թույլ են տալիս մոբիլիզացնել անգամ իր пассив էլեկտորատին։ Այսինքն այն մասը, որը կքվեարկեր նրա օգտին, բայց չէր գնա ընտրության, ընդհանուր առմամբ այսպես չգնահատելով քվեարկել է ինչ որ բախտորոշ մի բան, երբ տեսնում է Մոսկվայից այդպիսի հակազդեցություն Փաշինյանին եւ աշխատեցնում են այդ միթե մենք անկախությունը պետք է զիջենք ելակի դիմաց, երբ դա աշխատեցնում են, այդ пассив ընտրողը կարող է վեր կենալ ու գնալ ակտիվ քվեարկության։ Եվ հիմա հարց է առաջանում, Մոսկվան այդ սանկցիաներ եւ այլն, որ աշխատեցնում էր, այդքան պրիմիտիվ են, այդքան անտեղյակ են Հայաստանից, որ այդ հնարքը կիրառում են, թե իսկապես հաշվարկել էին լավ, որ դա մոբիլիզացնելու է Փաշինյանի էլեկտորատը ավելին, քան օրինակ կարող է լինել առանց Ռուսաստանի այդ վարկագծի։ Եվ հիմա այդ հայտարարությունները մենք կսպասենք արդյունքներին, մենք չգիտեմ ինչին կսպասենք, տեղ են ունեցել կեղծիքներ, հիմա մենք տեսնում ենք տեղերով փոխվել են, նախկինում Եվրոպան էր այդպիսի վարկագիծ դրսևորում, որովհետև հարաբերությունների պարադիգմը այլ էր եւ այլեր աշխարհակաղակական վիճակը։ Հիմա Ռուսաստանն է մտել այդ ժանրի մեջ, իսկ արդյունքում կամ այդպես նստվածքում ընդհանրապես քաղաքական գինն է, որը ես դարձյալ նշեմ, քննարկվում է հունիսի 1-ից, ներողություն, ապրիլի 1-ից հունիսի 1, քննարկվել է ինտենսիվորեն տարբեր մակարդակներով։ Սկսել է Փաշինյան-Պուտին այդ ապրիլյան այցից եւ ավարտվեց Փաշինյան-Պուտին հունիսի 1-ի հեռախոսազրույցով։ Այդ տրամաբանությամբ մի շաբաթ հետո ամեն ինչ մոռացվելու է, ոչինչ էլ չի եղել։ Դե չի մոռացվի իհարկե, որովհետև քաղաքականությունը տնտեսական սանկցիաների այս թափանի վպտացումը։ Ես կարծում եմ այդ տնտեսական սանկցիաները չեն հիմա կարևորը եւ այստեղ էլ մի հանգամանք կա, որ մեր հանրության ամբողջ ուշադրությունը գնաց այդ տնտեսական սանկցիաների վրա։ Դե թող կանգնեցնեն, թող ասեն։ Հիմա Հայաստանի առաջ բացարձակապես այլ խնդիրներ են, որովհետև այդ տնտեսական սանկցիաների ծավալը նախ այնպիսին չէ, գոնե առայժմ, որ Հայաստանի համար ինչ որ ճակատագրական բանի է հասել, եւ դրա փոխհատուցումը, քանի որ ծավալը շատ մեծ չէ, առայժմ գալիս է այլ խողովակներից։ Խաղասեղանին կամ աշխարհակաղակական խաղասեղանին Հայաստանի սուբյեկտությունն է շարունակում դրված լինել։ Եվ հիմա մեր առաջ կանգնելու են սահմանազատման ու սահմանագծման հարցերը, Ադրբեջանը բարձրացնում է անկլավների հարցը,
Սրա ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար կարծում եմ ավելորդ է նույնիսկ գնահատել։ Թրամփի ուղու հարցն է, որը շատ բարդ է իրականում, որովհետև այդտեղ հատվում են աշխարհաքաղաքական խաղացողների շահեր, եւ ես ուզում եմ հիշեցնել ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցը 10 գործակալության անմիջապես հետո էր ապրիլի 2-ին, որտեղ նա աննախադեպ բան էր ասում, որը Ռուսաստանը օգոստոսի 8-ից հետո երբեք չէր ասել, բայց խոսեց ապրիլի 1-ից հետո, որ Թրամփի ուղին խախտում է Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրով հաստատված ստատուս քվոն ռեգիոնում, որը անվտանգության գրավականն է եւ եթե այդ ստատուս քվոն խախտվում է, չի կարող լինել անվտանգություն։ Սրանք շատ լուրջ հայտարարություններ են, որոնք առանցքային են այս իմաստով, բայց մեր ուշադրությունը գնացել է տնտեսական սանկցիաներին, դա էլ կարողացան իրականացնել ինֆորմացիոն օպերացիաների միջոցով։ Իրականում դա չէ խնդիրը եւ շատ ավելի լուրջ հարցեր են հիմա դրվելու Հայաստանի առաջ այս ընտրությունից հետո։ Ուկրաինայից հետո դուրս կան։ Այստեղ մեկ այլ հանգամանք նշեմ։ Ուկրաինայում կարծես թե ինչ որ նոր շրջափուլ է ծավալվում։ Այդ հայտնի դարձավ, որ Աբրամովիչն էր այդ օլիգարխը, երբ պարզ դարձավ, որ Մոսկվայից գնացել է Կիև, ինչ որ մեսիջ է բերել Պուտինին Զելենսկուց։ Եվ դրանից հետո ներողություն Զելենսկին գնաց Բրիտանիա, իսկ Բրիտանիայի եւ Ուկրաինայի այդ այցերը, դրանք առավել եւս երբ հանդիպում է տեղի ունենում թագավորի հետ, դրանք նշանակում են ինչ որ շրջադարձային փուլեր ուկրաինական հարցում, որտեղ այդտեղ գլխավոր, այսպես ասենք, հոգաբարձում Բրիտանիան է։ Եվ այստեղ կան նշաններ, որ ուկրաինական ուղղությամբ էսկալացիա կարող է էսկալացիայի նոր շրջափուլ լինել։ Տելեգրաֆը բրիտանական հայտնեց, որ ռուսներին փոխանցել են, որ բալիստիկ հրթիռներով են արդեն հարվածելու Ռուսաստանին։ Եվ սա նշանակում է այսօր ասել է Չեբոքսարը։ Սա նշանակում է այդ էսկալացիան իր ազդեցությունը ունենալու է նաև Կովկասում։ Քաղաքական հուսանք կլինի միայն քաղաքական։ Բայց մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Եվ այստեղ մտածել հիմա ծաղիկները գնալու։ Դա շատ կարևոր է իհարկե տնտեսության հարցը, բայց այս փուլում դա ավելի շատ այսպես ինֆորմացիոն հնարք էր գլխավորից ուշադրությունը շեղելու։ Լավրով, Հայաստանի, Եվրամիության եւ Եվրասիական դեսական միության միջև ընտրության հասն արդեն կտրուկ է դրված, այս բառացի մեջ բերում։ Ինչն է կտրուկ։ Երևի հանրակրվեի այդ հարցադրումը կպնդեն։ Եվ սա նշանակում է կփակեն այդ հարցը հանրակրվեով։ Այսինքն Երևանին կամ կմղեն այդ ամենի համար շատ ավելի այսպես խորքային պատասխանատվություն ստանձնելու, կամ հանրակրվեով հարցը կփակվի։ Նիկոլ Փաշինյանը կդնի հարցը հանրակրվեի, բնական է դա չի անցնի, որտեղ այնտեղ շատ մեծ սահմանումներ կան, եւ այդ հարցը կփակվի, որովհետեւ բուն իմաստով օրինակ Փաշինյանի համար էլ այդ խնդիրը կարեւոր էր ընտրական ցիկլի համար ներկայանալու որպես Հայաստանը Եվրոպա տանող ձայներ այդ էլեկտորատի վերցնելու։ Բայց Ռուսաստանի դեպքում մեկ այլ շատ էական հարց կա։ Հիմա եթե Ռուսաստանը այստեղ պատրաստվում է իր շահերը չկարողանալով քաղաքական ու տնտեսական մակարդակում բավարար չափով ապահովել, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում գնալ ծայրահեղ սցենարով, ուժային կամ այս տրամաբանությամբ, ինչ է պետք Ռուսաստանին, հայ-ռուսական հարաբերության փչացնելու ընդհանուր տպավորություն, ալիբի այդպիսի սցենարների համար։ Եվ փաստացի հիմա Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ ապահովում է այդ ալիբին։ Սա է հիմա Ռուսաստանի համար արժեքավոր կամ նշանակալին Հայաստանում։ Եվ Նիկոլ Փաշինյանը ապահովում է այդ նշանակալին։ Մնացյալը, ինչպես էլի նշեցի, պարզապես այդ ամենի ինֆորմացիոն այսպես անտուրաժն է։ ՀԱՊԿ կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը։ Եվ ասեն պատճառը, անդամավճարները չվճարելու պատճառով, Լավրովն է։ Ես կարծում եմ այդ ամեն ինչը նշածս սխեմայի տրամաբանության մեջ է։ ՀԱՊԿ-ի թեման ընդհանրապես Երևանի համար 2022 թվականից ի վեր եղել է ընդամենը քարոզչական թեմա, բացարձակապես։ Այսինքն որևէ ինչ-որ սկզբունքային անհամաձայնություն Երևանի ու ՀԱՊԿ-ի միջև չի եղել, եթե իրական գործերն ենք նայում, որովհետև ինչ էր ասում Հայաստանը, ասում էր, որ ՀԱՊԿ-ը դժգոհում էր, որ ՀԱՊԿ-ը համարել է Ջերմուկյան այդ միջադեպը երկօրյա պատերազմը սահմանային միջադեպ։ Հիմա ինչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ Երևանը։
Երևանը ասում է, որ այդ հարցը կլուծենք սահմանազատման եւ սահմանագծման միջոցով։ Ընդ որում չեն ասում, որ դուրս կգան ադրբեջանցիները, ասում են հարցը կլուծենք սահմանազատման եւ սահմանագծման միջոցով։ Այսինքն մի քանի տարի այդ խաղարկելով ինֆորմացիոն դաշտում, հիմա եկել են այն դիրքորոշման, որը դավանում էր ՀԱՊԿ-ը։ Այսինքն ավելի հավանական է դուրս չգալը։ Դե սա նշանակում է սահմանազատման եւ սահմանագծման միջոցով լուծել, նշանակում է, որ ինչ որ միտեղ Հայաստանը այսպես կարող է ինչ որ մի բան ստանալ, որը առանց այդ էլ ստանալու էր, բայց դրանով կփաթեթավորեն ջերմուկից ադրբեջանցիների դուրս չգալը։ Ակո ԲՀԿ-ի արժեում լինել չլինել էական է։ Այն իմաստով, թե քաղաքացիական պայմանագիրը ինչ որակի մեծամասնություն կունենա։ Եթե ԲՀԿ-ն մտնում է, ապա մեծ հավանականությամբ կունենան պարզապես մեծամասնություն։ Եթե ԲՀԿ-ն դուրս է մնում, այնտեղ կարծես թե 3/5 մեծամասնություն ունենում են, իսկ դա լրացուցիչ լիազորություն է։ Եթե չեմ սխալվում, սահմանադրական օրենքներ փոխելու հնարավորություն է տալիս, սահմանադրական մեծամասնություն չի դեռ իհարկե, բայց տալիս է սահմանադրական օրենքներ փոխելու հնարավորություն, բայց դրանից բացի նաև բնականաբար մոտեցնում է, մի քիչ էլ մոտեցնում է սահմանադրական մեծամասնությանը, օրինակ եթե ընթացքում էլ հաջողվի ինդիմությունից մի քանի մանդատ վերցնել, ինչպես արեցին 21-ից հետո, չէ՞։ Ասում են հակառակը կարող են անել։ Դե ոչինչ իհարկե չի բացառվում, բայց այդ հակառակը արդեն ավելի շուտ պայմանավորված է լինելու, թե իշխանությունը արտաքին օրակարգի առումով ինչպիսի վիճակում կհայտնվի։ Ակոբ, հիմա այն հակադրությունը Մոսկվա-Երևան, որի մասին խոսեցինք եւ որը դու նկարագրեցիր, օգնեց իշ գործողին թե ընդդիմությանը։ Դե գործողին փաստ էր, այսինքն այն վարկագիծը եթե օգնել է գործողին, ընդդիմությանը խանգարել է։ Խանգարել է, այո, օրինակ եթե ինչին էր պետք Պուտինի հայտարարել։ Բայց Մոսկվայից ասում են պրոռուսական ուժերին ճնշում եք Երևանում։ Ահա, եւ իսկ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ասում էր, այս ուժերը պրոռուսական ուժեր են, որոնք Ռուսաստանի պատվերով ուզում են ինքնիշխան Հայաստանը վերածել գուբերնիայի։ Երբ այդ ֆոնին, Փաշինյանի այդ հայտարարությունների ֆոնին Մոսկվայից ասում են մի ճնշեք այդ ուժերին, Ռուսաստանի բարեկամներ եւ այլն, Փաշինյանը ասում է ընտրողներին տեսնում եք, ես ասում եմ, չէ, այս մարդիկ Ռուսաստանի պատվերով եկել են ինքնիշխան Հայաստանի դեմ։ Եվ Ռուսաստանի վարկագիծը համոզիչ է դարձնում Նիկոլ Փաշինյանին էլեկտորատի։ Այսինքն այդ մարդիկ ընդունել են այդ դերը։ Չէ, այդ մարդիկ այդ դերը չեն ընդունել, այդ մարդիկ հիմա չեն կարող քաղաքականապես նաեւ կաշկանդված են Ռուսաստանին ասելու դու մի խառնվի եւ այլն։ Ընդ որում ճիշտ կլիներ, եթե այդպիսի հայտարարություններ քաղաքական տեքստի տրամաբանությամբ արվեին։ Բայց հասկանալի է, որ այդ մարդիկ հայտնվում են որոշակի այսպես ծուղակում, որոշակի փաստի առաջ, որովհետեւ Մոսկվան Փաշինյանին տալիս է իրենց թիրախավորելու շատ մեծ հնարավորություն եւ փաստարկներ։ Հիմա այդտեղ հարց է առաջանում, Մոսկվան դա ինչի համար է տալիս Փաշինյանին, ինչի դիմաց է տալիս Փաշինյանին։ Երևի այն շնորհակալությունը, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հայտնել էր Ռուսաստանի նախագահի աջակցության համար, վերաբերում էր նաև դրան։ Չէ՞ որ հայտնել էր Հայաստանի կառավարությունը տարածեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին, որ սուր հարցերը եւ այլն բավական հավասարակշռված է ներկայացնում, գնահատում եւ այլն, եւ շնորհակալություն է հայտնել Փաշինյանը Պուտինին աջակցության համար։ Եվ ավարտենք։ Աժ-ում այս պահին ունեցած պատկերը կարծես որ քիչ է դա կամ ոչինչով չի տարբերվում նախորդ պատկերից։ Կարծում եմ, այստեղ սկզբունքային պատկերը չէ։ Հարցն այն է, թե սկզբունքային հարցն այն է, թե ներկայիս ընդդիմության կոնֆիգուրացիայով ուժեղ Հայաստանն է, եթե ընդունում են եւ խորհրդարանում աշխատում են, ուժեղ Հայաստանն է առաջինը, հետո Հայաստան դաշինքը, հնարավոր է ԲՀԿ-ն երրորդը։ Հարցն այն է, ներկայիս կոնֆիգուրացիայով ավելի արդյունավետ աշխատելու է ընդդիմությունը, քան նախորդ ընդդիմություններ, ավելի ճշգրիտ մեթոդաբանությամբ աշխատելու է, որպեսզի չհայտնվի իշխանության հյուսած ծուղակներում եւ ավելի շատ այդ միջոցը, այդ ինստիտուտը ավելի շատ ծառայեցնի հասարակության հետ արդյունավետ խոսակցության։ Սա է հարցը, թե չէ մանդատները քանիսն են, առավել եւս հայաստանյան պարագայում ես կարծում եմ այդքան էական չէ։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանի շուրջ չափազանց մեծ է արտաքին քաղաքական process-ների դինամիկան, իսկ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա միշտ եղել է շատ մեծ եւ մենք տեսանք նաեւ դա ընտրություններում այդ աննախադեպ արտաքին ներգրավվածության տեսքով։